Քոչարյանը, թե Նիկոլը, Սերժը, թե Լևոնը։ Ու այդ ղեկավարներ կոչվածների վզին դրած յուրաքանչյուր դերաբաշխում ունի իր լեզուն։ Ռուսական լեզուն կախվածություն ստեղծելն է։ Արևմուտքի լեզուն լեգիտիմություններ ապահովելու փնթի թատրոնն է։ Թուրքական լեզուն ճնշումն ու ահաբեկումն է։ Ադրբեջանական լեզուն ահաբեկչության շարունակական սպառնալիքն է։ Ու այդ լեզուները ամեն օրվա հետ երկարում են, որտեվ բացակայում է մեր ազգի լեզուն։ Որտեվ այդ օտար շահերի սպասարկու ղեկավարները ամեն մեկը իր ձևով մի վախ ներշնչելա ձեզանից յուրաքանչյուրի մեջ։ Ամեն մեկը մի բանից վախում է։ Մեկը պատերազմից, մեկը զոհվելուց, մեկը դատվելուց, մեկը աշխատանքը կորցնելուց, բայց մի տեսակ երկիրն ու պետականությունը կորցնելուց ոնց որ ոչ մեկ չի վախում։ Իսկ գիտեք ինչի, որովհետև այդ ձեր փառաբանած ղեկավարները ձեզ երբեք թույլ չեն տվել պետականության, հզորության ուժը զգաք ի օգուտ ձեզ, որովհետև այդ ուժը արտաքին խաղացողների պահանջով ու իրանց կամազորկ լինելու արդյունքում դարձրել են սահմանափակ, ու այդ սահմանափակության մեջ ամեն մի օգուտ գնացել է մենակ իրանց գրպանը։ Ամբողջ ժողովրդին էլ միշտ ինչ-որ մի թուլապայ մի բան գցել են, որ բերանները փակեն։ Իրանք են օգտվել, ոչ թե դուք։ Դրա համար էլ իրանք այտենց քամակները ճողում են իշխանության համար։ Իսկ դուք անգամ փորձ չեք անում դառնալ պետություն, որովհետև դրա համը չեք տեսել, դրա բարեկեցությունը չեք վայելել։ Վայելել եք մենակ ձեզ հասած կրճոները, դրա համար էլ մենակ դրա վրա եք դողում։ Այսինքն զուտ աշխատավարձ, մեծ աղետների մեջ մի հատ փախցրած քեֆի առիթ ու ձեզ դա հերիքը։ Գոնե հիմա հասկանալի է ընդհանուր պատկերի դրդապատճառը։ Գոնե հիմա հասկանալի է թե ում եք ողջունում ու երկրի ղեկավար ճանաչում կամ էլ հերոս ու փրկիչ։